Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 19-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 07:30 րոպե դեռ կլինի լուսնային առաջին օրը, սկսված 07:30 րոպեից նույն օրն է լինելու և առաջին լուսնայինը և երկրորդը, նայեք նույն օրվա ևս մեկ տեսանյութ։ Մինչև մարտի 20-ը ժամը 07:37 րոպե կլինի արդեն լուսնային երկրորդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի ժամը 05:23 րոպեից մինչև 08:03 րոպե։ Այդ օրը տեղի ունենալու նորալուսին և ժամը 05:03 րոպեից լուսինը անցնում է խոյ նշան և իհարկե ատամները, գլուխը, լեզուն, շերտավոր մկանները, առնանդամը, լեղապարկը, զարկերակները և արյունը։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն կլինեն և ուշադրության կարիք կունենան։ Վիրահատություններ բնականաբար չի թույլատրվում, որովհետև արդեն աճող լուսին է։ Լուսնային երկրորդ օրվա խորհրդանիշը դա առատության եղջյուրն է։ Ամբողջ բաժակ է նշանակում առատություն և սպառում։ Օրվա կարգախոսը ժամանակն է գործել։ Օրվա գույները նարնջագույն և մանուշակագույն։ Օրվա քարերն են ժադեիդ, ագաթ, քաղկեդոն և պերելիֆտ։ Առասպելության մեջ ասվում է, որ եղջյուրն ուներ կախարդական հատկություն։ Նա առատ խմիչք ու ուտելիք է տալիս նրան, ով տիրում էր եղջյուրին, քանի որ եղջյուրը հարստության աղբյուր է։ Օրվա ընթացքում կարող եք ստանալ շատ կարևոր և արժեքավոր տեղեկություններ։ Ուշադիր եղեք այն տեղեկության նկատմամբ, որը կստանաք այդ օրը։ Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դա ձեզ օգտակար չի լինի, որոշ ժամանակ անց ամեն ինչ կարող է փոխվել և դուք կգտնեք և կգնահատեք այդ օրը ստացված տեղեկատվության գինը։ Այսօր ցանկություն կունենաք գնել ամեն ինչ, բայց դրանք ավելի շատ ավելորդ իրեր կլինեն։ Եթե չեք ցանկանում գումար կորցնել, ապա գումարներ մի վերցրեք տանից դուրս գալուց առաջ։ Փորձեք չտրվել դրան և հակառակը, եթե ձեզ հաջողվի ինչ-որ մեկին ինչ-որ բան տալ, տիեզերքը կվերադարձնի այն ամբողջությամբ։ Եթե հանկարծ այսօր ինչ-որ բան կորցնեք, ապա հեշտությամբ բաժանվեք դրանից։ Փորձեք չկիսվել ձեր պլաններով, հակառակ դեպքում դրանք կարող են չիրականանալ։ Փորձեք զսպել ձեր զայրույթը։ Շատ լավ օր է տնօրենի մոտ գնալու և որևէ բան խնդրելու համար։ Այսօրը շատ բարենպաստ է բոլոր տեսակի բացահայտումների և գիտական հետազոտությունների համար։ Կարող եք նաև ճամփորդել։ Երկրորդ լուսնային օրը կարող եք սկսել ծրագրերի իրագործման գործընթացը, ակտիվ, ինքնավստահ գործողությունների, գիտելիքի, նոր աշխատակիցներ ընդունելու, ֆինանսական գործարքներ ու պայմանագրեր կնքելու ժամանակն է։ Մի խոսքով կարելի է հաջողությամբ առևտուր անել, վաճառել և գնել։ Կարող եք նկարել և ստեղծագործել։ Գիտնականներն այս ընթացքում կարող են լուծել կարևոր խնդիրներ և շատ բացահայտումներ անել։ Հարկավոր չէ զբաղվել դատավարություններով և իհարկե մի սկսեք դատական գործընթացներ։ Այսօր կարող է մի փոքր ագահ լինեք, ոչ ոքի գումար չտաք, բայց ինչպես վերևում նշեցի, ում օգնեք, այն ձեզ ետ կվերադարձվի։ Եղեք մեծահոգի և բարեգործություններ արեք։ Առողջություն։ Այսօրվա լուսինն ազդում է ինքնազգացողության, տրամադրության և հոգեկանի վրա։ Խուսափեք տրամադրության փոփոխություններից, մի զայրացեք, խնդիրներ մի ստեղծեք, որոնք կհանգեցնեն վեճերի։ Ձեր էմոցիաները վերահսկողության տակ պահեք։ Եթե դուք հիվանդանաք լուսնային երկրորդ օրը, ապա չպետք է անհանգստանաք։ Հիվանդություններն անցնում են արագ, առանց բարդությունների։ Բայց խորհուրդ չի տրվում գնալ ատամնաբուժի մոտ։ Վերանշանակեք այցը ավելի լավ օրվա համար։ Սպորտի համար շատ լավ օր է այսօր։ Ձեր մեջ ուժ գտեք նոր հարաբերություններ զարգացնելու համար։ Ուշադիր նայեք հակառակ սեռին, միգուցե նա ձեր իդեալն է։ Թող լավ մտքերն ու զգացմունքները ապաստան գտնեն ձեր հոգում և սրտում։ Թող սիրո լույսը չմարի ձեր աչքերում։ Թող ձեր ձեռքերը մնան նուրբ և քնքուշ, իսկ մտքերը պայծառ։ Փնտրեք և անպայման կգտնեք։ Լուսինը ձեզ կօգնի գտնել ձեր հոգու ընկերոջը, եզակի, խորհրդավոր և ցանկալի։ Կազմակերպեք ժամադրություն, առատաձեռն եղեք ձեր զուգընկերոջ նկատմամբ և կպարգևատրեք ուրախությամբ և սիրով։ Այս լուսնային օրը շատ հարմար է զաքսավորման և ամուսնությունների համար։ Ընտանիքում կտիրի ընկերական և սիրային մթնոլորտ։ Ամուսինները բոլոր հարցերում կհասկանան իրար և ամեն հարցում շատ հեշտ համաձայնության կգան։
Իսկ նրանց համար, ովքեր նախատեսում են մեծացնել իրենց ընտանիքը, այս օրը շատ բարենպաստ է։ Նախագծված երեխան արագ կզարգանա և կմեծանա ի ուրախություն մայրիկների և հայրիկների։ Եթե որոշել եք հղիանալ երկրորդ լուսնային օրը, ապա պետք է իմանաք, որ այս օրը կատարյալ է բեղմնավորման համար, հատկապես աղջիկ երեխաների համար։ Երկրորդ լուսնային օրը զույգերն ու սիրահարները կարող են գնալ ճամփորդությունների, թեկուզ ծովով, թեկուզ ցամաքով։ Երկրորդ լուսնային օրը ծնված երեխան հանգիստ, ապահով կմեծանա և մեծ անհանգստություն չի պատճառի ծնողներին։ Հազվագյուտ դեպքերում կարող են ծնվել թշվառներ։ Այսօրը ծնվածի հետ միշտ կարող եք ընդհանուր լեզու գտնել, նա ձեզ միշտ սիրով ու հարգանքով կվերաբերվի ու կփորձի անհանգստություն չպատճառել։ Նա շատ կուտի, բայց երբեք չի կշտանա, քանի որ անընդհատ մաքրման փուլում է, նա կունենա բարեկեցիկ ծերություն և լավ առողջություն։ Այսօրվա երազները սովորաբար մարգարեական են, ակնարկ են ձեր կյանքի ծրագրերի իրականացման համար։ Երազները լինում են նաև դատարկ, ովքեր որ չեն տեսնում մարգարեական երազներ, որոնք որ բացարձակապես նշանակություն չեն ունենա։ Կարող եք այցելել գեղեցկության սրահ, մարմնի երիտասարդացման պրոցեդուրաներ, սնուցող դիմակներ դնելու և վերականգնող կոսմետիկ պրոցեդուրաներ կատարելու համար։ Իսկ մազերը կտրելու համար բարենպաստ օր չէ։ Կարող եք սկսեք վիճել ձեր զուգընկերոջ կամ երեխաների հետ, ինչպես նաև հարազատների հետ։ Ներկելու համար բարենպաստ օր է, ովքեր չէին ցանկանում ներկել, գոնե ներկեք մեկ թել։ Նա ձեզ հաջողություն կբերի ֆինանսական հարցերում։ Դուք կարող եք կատարել ցանկացած տնային գործ։ Հիանալի է բնակարանում վերանորոգման և ցանկացած շինարարություն սկսելու համար։ Յուղոտ ուտելիքներ չի կարելի։ Այսօր լավ օր է և անհատական և կոլեկտիվով աշխատելու համար։ Կարող եք սկսել ցանկացած բիզնես և նախագիծ։ Եթե ցանկանում եք վերապատրաստվել, ապա բարենպաստ օր է։ Նաև ուսման և ցանկացած դասընթացների համար է բարենպաստ օր։ Գործուղումները արդյունավետ կլինեն և նյութական եկամուտ կբերեն։ Այսօրը կնքված պայմանագրերը կարող են շահավետ լինել, բայց գործնականում դրանք կնքելը շատ դժվար է, քանի որ երկու կողմն էլ կփորձեն վերմակը քաշել իրենց կողմ, և պայմանագրի ստորագրումը արդյունքում կտեղափոխվի այլ օր։ Հավելյալ քարերն են ժեմչուկ, օպալ և սելենիտ։ Ինչ կարելի է անել այս լուսնային օրը։ Գործարար հաղորդակցություն շփում, գործարար կապերի և գործընկերային հարաբերությունների հաստատում, սովորել ձեռք բերել նոր հմտություններ, ընդլայնել հորիզոնները և հարստացնել միտքը, նախկինում պլանավորված գնումներ կատարել և խոշոր ծախսեր, նվերներ, անհատույց օգնություն, պարտքերի կամ վարկերի մարում։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը՝ զայրույթից, գրգռվածությունից, ագրեսիայից և ռոմանտիկ ժամադրությունից։ Եվ այսօր բարենպաստ է հղիություն և բեղմնավորում, ներարկումներ կատարել, պլաստիկ վիրահատություններ, երեխայի ծնունդի համար է շատ լավ, խալերի հեռացման համար է շատ լավ, բնակարան գնելու, աշխատանքից դուրս գալու համար, նաև մեքենա ձեռք բերելու, ճամփորդության համար, ասեղնագործելու համար է շատ լավ։ Նաև ընդհանրապես մազերի կտրումը ինքը լավ է, բայց էներգիա է հաղորդում, բայց արդեն նշեցի ինչեր կարող են առաջանալ ձեզ մոտ, եթե կտրեք այն։ Ուղղակի ինքը էներգիա է հաղորդում և արագ է աճում, բայց թե հետագայում ինչեր կլինի, արդեն ես նշեցի։ Հոնքերի և թարթիչների ուղղման համար է շատ լավ և այգեգործության համար բարենպաստ է կակաչների համար, բուժիչ բույսերի հավաքածուի համար, սածիլների համար, բույսերը ջրել, սխտոր հավաքել, կաղամբը մանրացնել և կտրատել, լոլիկի տնկում, վարունգի սածիլների համար, մարինացնել վարունգը, մարինացնել գազարը, ելակի տնկում, բույսերը աստերնել, միգուցե սխալ եմ ասում, հատումներ, ծաղիկներ տնկել, բանջարեղենը թութու դնել, ձմերուկների համար է շատ լավ խաղողի տնկում, ազնվամորու, կարտոֆիլ տնկել, ելակի սերմեր տնկելու համար է ևս բարենպաստ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։